Մեծ աղջիկը շատ ճարպիկ է, սաղտեղ իրան առաջ է գցում։ Հորն է քաշել։ Էլիզա ձգտումներով տենց դուխով աղջիկ է։ Ասում են, որ Արամը լավն է, բայց Լիջան դու ավելի լավն ես։ Արամի բախտը բերել է։ 100%։ Համաձայն ես կարող։ Այս շատ լավ կոմենտներ է, հա։ Այս ասի քիչ-քիչ կանցնենք պրոյեկտներին։ Հələ որ ընտանեկան ենք, հա։ Ստեղ ես բանն եմ, էլի տենց լավ զգացող հայր։ Ուրեմն ստեղ քեզ ասում են դու էլ կոստյումից բացի, բան մի հագի բեսամտ սազում է։ Ուսանայինք ախպեր։ Դու էլ կոստյումից բացի բան մի հագի բեսամտ սազեց։ Այս կոստյումից, բայց իմ հագինը կոստյում չէր։ Իմ իջերոց, սա ֆրենչ է, որը կոստյում չի։ Այ հիմա էսա ինձ ցավոտ կոմենտ եմ կարդում։ Իսկ ինչ կասեք ձեր հարկեր չմուծելու մասին։ Մի անգամ էլ դրանից խոսացեք։ Իմ համար ցավոտ չի։ Ես ունեմ ՍՊ, որը տարեկան 70 քանի միլիոն հարկ է մուծում։ Ես գիտեմ, որ մուծում է, բայց անընդհատ ասում են, չէ՞, դուք որ չեք մուծում կամ ինչ-որ sense խոսակցություններ միշտ գնում է։ Ես սիրով մուծում եմ։ Ասում են, որ ես ձեր կորած երեխան եմ։ Ամենաշատ հումորով կոմենտները, որ գրում են մեր ընտանիքում, որ ինչ-որ մի հատ հավես բան է լինում, դա գրում են ինձ էլ որտե գրել, կամ ես ձեր կորած երեխան եմ, ու մի հատ շատ խնդրելով մի հատ կին ա գրել, մի հատ կին մոտ 40-ից ասում ա խնդրում եմ ինձ էլ որտե գրեք 40-ից։ Այ ես հաջորդ կոմենտը հենց դա էր, որ ինձ էլ որտե գրեք էլի։ Ինձ էլ որտե գրեք, այո։ Որտե գրել չգիտեմ, բայց իրոք բոլորին կարող ենք հյուրընկալել։ Մեկն էլ գրել է Արամին դաժե ես եմ ուզում պապա ասեմ։ Այս այն պատմությունն է, որ աղջիկները պապա չեն ասում։ Այո, այո։ Ուլը մինչև հիմա չեն ասում իմիջայլոց։ Չեն ասում։ Դե թակուբիր ասում են, բայց պաշտոնապես ոչ։ Ահա, այս ինչ կինո եք սարքել Instagram-ը։ Ճիշտ են ասում, լրիվ կինո է դարձել Instagram-ը։ Բայց ես ոնց որ լավ առումով են գրել, հա։ Հա։ Ուրեմն, շատ անկապ, անիմաստ հումորներ եք անում։ Ճիշտ են ասում, շատ հաճախ, շատ անկապ ու անիմաստ հումորներ են անում։ Բայց ի՞նչ եք ծիծաղում։ Ես միշտ եմ ծիծաղում։ Իմ համար լյուբոյ բան ծիծաղելի է։ Այս կոմենտ Մինոպե, սենց ասեմ, երբ որ անկապ հումոր է, չեմ ծիծաղում, բայց արանքները բան բռնում եմ, որ ինձ դուր է գալիս։ Ահա։ Որովհետև շատ նաև հանդիպում են կոմենտների, որտեղ ասում են, հալով ինչ կոր ծիծաղալու, որ սենց բերանները բացել են։ Հա, բայց մի հատ բան էլ կա, ամեն դեպքում դալիճում ատմոսֆերան ուրիշ է։ Շատ հաճախ այդ ատմոսֆերան ստիպում է քեզ ծիծաղել, որը էֆիրից էսկում չկա։ Որտեղ մենակ ես չեմ ծիծաղում։ Որտեղ նստած 300-400 հոգին էլ ծիծաղում են, մենակ ես չեմ ծիծաղում։ Ատմոսֆերա կա, ատմոսֆերան միշտ օգնում է։ Բարի։ Հələ որ ասեմ, որ նորմալ, բարի եւ ադեկվատ կոմենտներ են։ Կազմակերպիչներ, լավ կլինի զբաղվեք այդ հարցով, պահանջեք, որպեսզի Հայաստանի հանդիսատեսի առջև հանդես գան հայերենով։ Okay, բայց ռուսերեն էս մարդիկ ոնց հայերենով մասնակցեն։ Այն կոնտեքստով են ասում, որ Կավենի ժամանակաշրջանում մենք գնում էինք Ռուսաստան, բոլոր ժողովուրդը այդ ժամանակ խոսում էր ռուսերեն, սովետական միությունն էր։ Երբ որ սովետական միությունը փլուզվեց, այդ լեզուն դեռ մնաց։ Իսկ Հայաստանում ոնց որ գնանք Վրաստան, խոսենք վրացերեն։ Ահա։ Այ ձեր ծիծաղալու վրա արցնում են։ Ու իրոք ծիծաղելի պահ չէր։ Ասենք որ պահն է խնդալու։ Ավելի խնդալու է տակի պատասխանը։ Ասենք որ պահն է խնդալու։ Հիմա ես չեմ կարող բացատրեմ։ Ես կարող մի հատ բան տեսնեմ, ինձ բացի ու ես մեռնեմ։ Այսինքն հումորի հետ կապ չունի։ Ման մեկ արդեն բեմում ինչա կատարվում։ Անկեղծ, ես դրանով չեմ գնահատի իրան, բայց այն ինչ որ վերաբերվում է իմ էմոցիաներին, ես կարամ բեմում մի հատ բան գտնեմ, մի հատ հայացք բռնեմ, մի հատ շոր տեսնեմ, ինձ բացի էլ ես չկանամ հետ գամ։ Այդ ինգնում է կադր իհարկե։ Ինչա պետք ռեժիսորին եւ մոնտաժնիկին նմանատիպ կադր։ Այո։ Մեր ազգը երբ էսքան դեգրադացավ։ Դե ոնց պատասխանեմ։ Այսինքն այնքան վատ հումորներ են անում, որ արդեն մեր հայ ազգը դե կարող է այս մարդ հումորը կապած չի ասում։ Կարող գլոբալ տնտեսական իրավիճակի հետ այս կոմենտը։ Ես բացատրեմ, քանի որ ոնց որ արդեն այստեղ շատ մեծ փորձ ունեմ։ Այո, լսում եմ։ Կոմենտների ոլորտում։ Կոմենտմեն Այո, ես կպատասխանեմ այս հարցին։ Իրենք ուզում են ասեն,
որ արդեն այնքան ոչնչություն է հումորը, որ այնքան ոչ մի բան չասող է, որ ամեն անկապ բանի վրա ծիծաղում Ես են։ դրան շատ փիլիսոփայական պատասխան կտամ։ Այնքան ոչնչությունը հայկական կենցաղը դարձել, որ դրա հիման վրա գրվող հումորը ոչնչանում է։ Չսենց անկապ արդարացում։ Հումորի որակը խայտարակ ընկել է։ Եթե ուզում եք դա իզից լսել, ես դա միանգամից կպատասխանեմ, որովհետև շատ հումոր գրվում է կենցաղի հիման վրա։ Քանի որ հայկական կենցաղը այս պահին կատաստրոֆա վիճակում է, դրան հաջորդող գրվող հումորները նույն ձև իրա նման։ Ինտելեկտուալ հումորն է շատ դժվար է գրել ու շատ դժվար է գրվում։ Իսկ մարազմատիկ հումորը, որի համար ես մեռնում եմ, շատերը չեն ընկալում։ Նաև շատ գրում են, որ հումորները կրկնվում է։ Այո, միշտ էլ տենց եղել է, լինելու է եւ կա, ասենց ասեմ։ Եղել է, կա ու եւ կլինի։ Դա նորմալ է։ Դա նորմալ է։ Կարգին հաղորդումը, որը մենք վայելել ենք ամբողջ ժամանակաշրջանը, մեծամասնությունն եղել են սովորական անեկդոտներ։ Ինչ հրաշալի է մատուցվել։ Շատ հաճախ այդքան կարևոր չի ինչ ես, այլ ոնց ես։ Նաև կարևոր լինի թե ինչ ես մատուցում, բայց շատ հաճախ կարևոր չի ինչ ես մատուցում, կարող է ոնց ես մատուցում։ Մատուցումից էլ է կախված։ Շատ լավ։ Ինչ որ արեցին Կարքինի տղեկը։ Կմփծրեցին ինդուստրիան։ Ոնցեսի հաշվին։ Այո։ Թե չէ ինչ ուզել են, տղեկն արել են։ Մենք երեխավակ լիքը բառ սովորեցինք Կարքին հաղորդումից։ Այո, գրել են։ Իսկ ես կարամ գամ որպես ժյուրի։ Մեկը կապ չունեմ հումորի հետ։ Շատ լավն է։ Գիտեք ինչի են դա գրում, որովհետև որ հրավիրում ենք նույն Վիկաներ եկել, Ամարասի, շոտ երկիչներ են գալիս, սպորտային, նույնիսկ սպորտային մարդիկ են եկել, բիզնեսմեններ են եկել, ազգային ժողովի падգամավորներ են եկել, որոնք հենց անձամբ հումորիստ չեն, բայց մոռանում են մեր հանդիսատեսը, որ մերը տուպը հումորային չի, ինքը հումորային շոու ծրագիր է։ Շոուն ապահովելու համար նաև կարող է նաև ինքը գալ, անունը կարդամ, Աննա 9280։ Այո։ Նոր նախագիծ ենք սկսում, սիրով ձեզ կհրավիրենք որպես ժյուրի։ Գրեք ինձ։ Բայց ինձ էլ պետք է հրավիրել։ Անան 9280։ Անան ջան, մենք սպասում ենք քեզ։ Ինձ չմոռանաք։ Բայց դու չես ասել, դու կոմենտ կգրես։ Ես կարդացել եմ, չէ՞, բայց մի վարքյան իմ հաղորդման շրջանակներում է, չի եղել։ Սուսիկ ջան, դու կոմենտ կգրես։ Ես մտնում եմ։ Մենք կորոշենք, եթե քոնը համապատասխանում է։ Շատ լավ։ Դեռ անոնը կրում է։ Հումորի լիգան առանց հումորի է։ Դե Կարեն Խաչատրյան 78-88-ի հետ համաձայն չեմ։ Ինչու։ Դե, որովհետև եթե բազմաթիվ մարդկանց համար դա ծիծաղելի է, թվում նաև իմ համար ոչ բոլորը։ Բայց եթե գրվում է, սա գրվում է միանշանակ, իհարկե սա չանցավ։ Անանը հլավոր կրում է։ Անան ջան։ Շատ լավն եք, բայց ժողը ջան, այդքան գովազդ մի արեք, ամեն համարից հետո գովազդ է, սպանում եք այդ մոբայլով ու պոպկորնով, ամեն ինչ չափով է սիրում։ Աննա Սվարյան 51-95, համաձայն եմ ձեր հետ, բայց ցավոք սրտի մեր գումարը ապահովում է հենց այդ գովազդատուների կամ գովազդների շնորհիվ։ Թե չէ ստեղծագործական յուրաքանչյուր մարդու համար շատ ավելի հաճելի կլինի, որ ինքը ընդհանրապես գովազդ չանի։ Էդ է։ Ուզում եք ուզեք, չեք ուզում ուզեք։ Ահա, գովազդ ասեցիր, հիշեցի։ Այո, ջուր են խմում։ Ոչ, ջուր չենք խմում։ Այ սնվելու հետ ոնց ես։ Լավ եմ, նու հենց այս պահին չեմ, բայց գլոբալ լավ եմ իհարկե։ Հենց հիմա չենք սնվելու, բայց ընտանիքով դրսում շատ եք սնվում։ Իրականում հա, ես այդքան շատ չեմ սիրում, բայց ընտանիքս մեծամասնականով հաղթում է։ Ահա։ Ես մամայի եփածն եմ սիրում, մեր մամայի, նկատի թե իմ այլ կնոջս, բայց մամայի եփած համով է գլումներ, չէ՞, տենց հաղորդում բարում։ Նախընտրում են դրսում, ասում են մեր մաման թող հանգստանա։ Ահա։ Մեծամասնականով հաղթում են։ Ինչ էիր ասում։ Ասում եթե մի օր էլ որոշեք դրսում սնվել, առաջարկում այցելեք մեր գործընկերոջ մոտ։ Հիմա Աշտոցի պողոտայում գտնվող The Garden ռեստորան, վստահեցնում եմ ֆանտաստիկ ուտելիքներ կան։ The Garden։ Այո։ Okay։ Այնտեղ սիրով կսպասեմ։ Սասիտակ ունենք։ Էտա։ Գնալով դառնում է խնդալու։
Վերջին պրոյեկտի մասին է խոսքը։ Reality comedy-ի մասին է խոսքը։ Սկզբում ծիծաղելի չէ, արդեն գնալով ծիծաղելի է դառնում։ Սա դե վատ չի, ասում աճում է ձեր պրոյեկտը։ Այո։ Շնորհակալ ենք, չէ, movement 1679։ Ասում են։ Այս հաղորդման մեջ մի բան պակասում է։ Սպասեք ասեմ, հումորն է պակասում։ Նաև ոնց է ասել։ Արմենիա, Հայաստանը։ Այս հաղորդման մեջ մի բան պակասում է։ Սպասեք ասեմ։ Հումորն է պակասում։ Հումորը, որը հողից է դուրս եկել, որը այրուն է քաշել իր մեջ, ջուր է խմել, մեծացել։ Առաջ Հայաստան, այսպես տեքստ է գրել, հումորի մասին։ Ուռա չի, արդեն կեցցե։ Արդեն կեցցե։ Ճիշտ է, օրենքա փոխվել։ Այո, բայց իր գրածի մեջ կենացային շունչ կա, էլի։ Մեր հայրենադարձ հայրենիքից Թուրքից վերադառնան հայրենիք, բան, այսպես տեքստ է գրած, էլի։ Բայց ինքը գրել է հումորի մասին։ Զուտ լատիներեն։ Արմենիա, Հայաստանը։ Արմենիա, Հայաստանը, որը գրում է լատիներեն։ Հիմա տես ինչ են գրել։ Ոյ, քո ինչ երկար է։ Շատ ապուշ եք։ Ամոթա փագիկ էս հաղորդումը։ Ուզում եք women's առավել եւս վիտամին դառնաք, դուք ապուշ չեք։ Դուք սկի women's-ի 1%-ը չեք կարող հումոր անեք, ուր մնաց վիտամին։ Եթե դաժե տենց բան մտածեք, ուրեմն դուք ոչ թե հիմար եք, այլ զիբիլիվերի կատու։ Նախ, սիրելի, ես եմ 82-92 հետևորդ YouTube-յանը, մենք women's-ին երբեք չենք ուզի նմանվենք, իսկ ինչ վերաբերվում է վիտամինին, շատ լավ կլներ, որ կարողանայինք իրանց նման դառնային, կարող է որ մի օր ժամանակներ անց տենց աճենք դառնանք վիտամինի նման, զիբիլիվերի կատուից մեր մոտ չպրոգրես աճի, ու զիբիլի վրայի կատուից վերածվենք դառնանք օրինակ վանակատու։ Ահա։ Այո, ես եմ։ Հաջորդը։ Գնաց։ Հարցնում են, իսկ ուր է Վահե Խաչատրյանը, նրա տեղը շատ է զգացվում։ Եթե խոսքը գնում է Վահե Խաչատրյանը բեմի վրա, որտեղ այս պրոյեկտի հիմնականում դերասանների, հումորիստների է, Վահե Խաչատրյանը երբևիցե բեմի վրա երկար տարիներ արդեն չի լինում բեմի վրա, այո, այս պրոյեկտում նրա կարիքը ես նույնպես շատ զգում եմ, բայց այսպես ասած մենք հիմա իրար հետ չենք աշխատում։ Ստացվել է այպես։ Ինչու՞։ Դուք միասին չենք աշխատում։ Վահեն հիմա ուրիշ հեռուստաընկերություն ունի, ես ուրիշ հեռուստաընկերություն ունեմ։ Բայց լավ ընկերական հարաբերությունները Դա պահպանվել են։ ընկերական աշխատանքային է, դրանք տարբեր աշխարհներ են։ Կարևորը դա է։ Երկու տարբեր աշխարհ, որը միշտ ես բարձրաձայնում եմ, որ պետք չի խառնել ընկերությունը աշխատանքի հետ։ Այո։ Գնացինք առաջ։ Նախավերջին կոմենտն է։ Պետք չէ հումոր անել կենթանի մարդուն մերցնել։ Շատ լավ հումոր էր։ Դագաղի տեղը սքո սրահում է եւ գերեզմանատանը։ Լավ եք սկսել, մի փչացրեք հաղորդումը։ Շատ լավ խումբ եք։ Լավ հումոր ունեք, միայն ոչ այսպիսի տեսարաններ։ Դե իրականում մենք փորձարկում արեցինք, սա ռուսական հաղորդումից վերցրված խոդ էր, մենք նաև ուզեցինք հասկանալ մեր մշակույթը դեռ սև հումորին պատրաստ չէ։ Օրինակ մենք հաշմանդամների հետ կապված փորձեցինք շատ լավ ստացվեց, այս ֆորմատը զգացինք, որ դեռ մեր մշակույթը պատրաստ չէ, ու դա մաս ստոպվեցինք, adekvat մարդը բան է գրել, ու ես նորմալ եմ նայում, ասում եմ շատ վատ հումոր էր, ասում եմ լավ եք սկսել, մի փչացրեք, դուք վատ բան չի գրել, սա շատ ինձ թվում է ավելի հասուն մարդ է գրել, ասում մայրական շուչ կա մեջ, տղա ջան, լավ եք սկսել, բայց մի փչացրեք, բան սենց էր էլի, ձերքս են շոյելով։ Խորհուրդ է տալիս։ Այո։ Սա շատ նորմալ, adekvat ու հայրենատար։ Այո, իտեմ շատ գրագետ կետադրություններ, շատ սիրուն գրած։ Եկեք մենք նրան որպես ֆիքսենք լավագույն, հա, Անանը հաղթել է, բայց լավագույն, այո, մեզ մոտ կոմենտը Slimer my BBFF 7900 7900 Ցավոք չկարողացանք հասկանալ դուք ով եք։ Slimer my BBFF Եվ վերջին կոմենտը։ Այսօրվա վերջին կոմենտը։ Բայց ինչ անկապ է այս հաղորդումը։ Մի ամսից կփակվի այս reality show-ն։ Դե Հայկո Աբրահամյան ջան, դեռ ինչպես տեսնում ես, մենք եթերում ենք, մի փոքր հաշտավք եմ դրել էի, վատ։ Հաշվարկներիդ մեջ Հայկո ջան, կյանքում ստավքեք չդնես, գործ չունես, կկրվես, կպանտվես։ Մանկացուն հայտնենք Հայկոին։ Մերսի։ Ապրես Հայկո ջան։ Արեմ այսքանն էր։
Դու էլ ապրես։ Ես քեզ ասում եի, որ վատ կոմենտներ շատ չկա, որովհետև սիրված ես, ինչ խոսք։ Հա, դե պրոյեկտային է, դե շատ անձնավորված չի էլի։ Կարանք ինչ որ մի բան ասենք, չգնա։ Հա, բա ինչ, այ որ անձնական իրականում եղել է մի քանի դեպք նորից եմ ասում, որ անձին են կապել, երևի 3-4 հատ կոմենտ ա եղել, ջնջել։ Չեմ թողել մնա էլի։ Դրա համար էլ չենք գտել։ Հա, չէ, 3-4 հատ են եղել։ Հա, գտեինք էլ եթե չէիք տա։ Ոչ եթերային է եղել, ինչ անկապ։ Հա, չէ։ Չէ, ոնց շուտ էլ բացական բաներ որ կա։ Դուք կան։ Արամ շնորհակալություն։ Ես ունեմ չենք նեղացրել քեզ։ Ընդհանրապես։ Համը շփվեցին։ Հա, դրական էներգիա ստացել ես ամեն Հա, շատ։ Եվ վերջում Արամ, քո թույլտվությամբ ուզում եմ իմ գեղեցիկ վարսահարդարման, դիմահարդարման համար շնորհակալություն հայտնել Ագապի Մուկ գեղեցկության սրահին, որը գտնվում է Վազգեն Սարգսյան 10 հասցեում։ Բա, բավականին սիրուն է ստացվել։ Երեխան շատ լավն է։ Հա, շատ։ Մերսի։ Ագապի Մուկ գեղեցկության սրահում օգտագործում են միայն բարձրակարգ կոսմետիկ միջոցներ։ Իսկ դուք գիտեք, որ կոսմետիկա հունարեն նշանակում է զարդարելու արվեստ։ Զարդարվեք արվեստով, Ագապի Մուկ։